ուրախ ենք ստուդիայում ողջունել եւ հյուր ընդունել առաջին համալսարանական հիվանդանոցի նյարդաբանական ծառայության ղեկավար Եկատերինա Հովհաննիսյանին, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ թեման, որի շուրջ զրուցելու ենք, որքան էլ իհարկե այն մտահոգիչ չէ, այնուամենայնիվ չափազանց կարևոր է այն առումով, որ պարզվում է հետազոտությունները ցույց են տալիս, որ երիտասարդների շրջանում դեմենցիան այլևս հազվագյուտ երևույթ չէ եւ շատ տարածված է մեր օրերում այդպիսի տեղեկություններ կան, ինչպես նաեւ մեկ ուրիշ նեյրոդեգեներատիվ հիվանդություն կա ցրված սկլերոզ, չէ, եւ մենք կուզենայինք ձեզ հետ միասին խոսել այս հիվանդությունների մասին, այս առողջական խնդրի, որը որ սովորաբար մարդկանց մոտ ախտորոշվում է, նկատվում է արդեն տարեց մարդկանց մոտ, բայց պարզվում է, որ դեմենցիան շատ երիտասարդացել է։ Նախ սկսենք նրանից, թե ինչ է դեմենցիան, ինչու է այն առաջանում, հա։ Շատ բարի։ Որովհետև ներողություն կա ծերունական տկարամտություն, չէ՞, այդպեսի։ Այո, իհարկե։ Այսպես ախտորոշում էլ կա։ Դա նույն բանն է, արդյոք, թե այնուամենայնիվ տարբերվում են։ Եվ վերջերս մենք նաև կներեք հավելում անեմ, մենք շատերիս մոտ սկլերոզ բառը ասոցիացվում է հիշողության կորստի, չէ, հիշողության այդ խնդիրների, բայց ցրված սկլերոզը լրիվ ուրիշ հիվանդություն է։ Խնդրեմ, այսպես ընդհանրացակ հարց տվեցիք։ Եկեք մի այսպեսի էքսկուրս անենք երկու պաթոլոգիաների հետ կապված, թե իրենք իրենցից ինչ են ներկայացնում, որովհետև անկախ նրանից, որ ունեն նաև ընդհանուր կլինիկական դրսևորումներ, իրենք շատ տարբեր հիվանդություններ են։ Իհարկե, դեմենցիա բառը, որ այդ տկարամտությունն է, թուլամտությունը կամ բժշկական լեզվով նաև կոգնիտիվ խանգարում է, այսինքն աշխարհ ճանաչողության խանգարումն է, իհարկե միշտ ասոցացվում է տարիքի հետ, որովհետև դա ամենամեծ ռիսկի գործոնն է հանդիսացել ու շարունակում է հանդիսանալ։ Բայց ցավոք սրտի կան մի շարք հիվանդություններ, որոնք երիտասարդ տարիքում եւս բերում են դեմենցիայի, բայց դրանք տարբեր խնդիրներ են ու տարբեր պաթոլոգիաներ են։ Այնույն ցրված սկլերոզ խնդիրը, սկլերոզ բառերը երբ լսում են, մտածում են, որ այ անոթները երիտասարդ տարիքում ախտահարվել են ու առաջացել է հիշողության խնդիր։ Բայց այս մյուս պաթոլոգիան ընդհանրապես կապ չունի անոթային խնդրի հետ։ Նա իրենից ներկայացնում է երիտասարդներին բնորոշ կենտրոնական նյարդային համակարգի բորբոքում, ինչի համար է սկլերոզ կոչվում, որովհետև այդ բորբոքումից հետո, եթե չի վերականգնվում բորբոքումը, նյարդը տվյալ հատվածում սկլերոզվում է, սպիանում է, ու դրա համար անունը դրել են ցրված սկլերոզ, որովհետև ցրված է նաև կենտրոնական նյարդային համակարգի տարբեր հատվածներում, այսինքն ախտարում է եւ գլխուղեղը եւ Դրա համար ստացել է այդպիսի անվանում, որը հաճախ շփոթվում են տարիքային սկլերոզի հետ, որը իրենց ներկայացնում է անոթային ախտահարում, պայմանավորված անոթի պատի նեղացումներով, արյան-շրջանառության խանգարումներով եւ այլն։ Իհարկե կան որոշ մինիմալ կլինիկական դրսևորումներ, որոնք համատեղելի են երկու խնդիրների ժամանակ, բայց իրենք իրարից տարբերվում են շատ խիստ։ Առաջինը տարիքային առումով, որ ցրված սկլերոզը երիտասարդներին բնորոշ հիվանդություն է, իսկ դեմենցիան ավելի բնորոշ է 65+ տարիքային խմբին։ Բայց իհարկե կան միշտ բացառություններ ու դրանք կքննարկենք մենք այսօր։ Իսկ ժառանգականությունը ինչ դեր է խաղում, այ օրինակ, եթե մի երիտասարդ գիտի, որ ծնողը կամ պապիկը տառապել է կամ տատիկը տառապել է այս հիվանդությամբ, որքան է, եթե կա տոկոսային, այո։ Եվ եթե անգամ այդ մտածելն այն մասին, որ կարող է նաև ինքն էլ ժառանգի այդ հիվանդությունը, բերի ստրեսի, որը արդյունքում նույնպես խթանի այս հիվանդությանը։ Իհարկե ցանկացած պաթոլոգիա ունի ժառանգական ռիսկ որոշակիորեն, բայց պարտադիր պայման չէ։ Եթե կա ժառանգականություն, ռիսկը բարձրանում է 50-60%-ով դեմենցիաների տեսանկյունից, բայց օրինակ նույն ցրված սկլերոզի տեսանկյունից, եթե ծնողները ունեն, երեխաների մոտ հավանականությունը տարբեր հետազոտությունների արդյունքները տարբեր են, բայց մինչև, այսպես ասեմ, 2-3%-ից 30% հասնում են, բայց միջինում դա մինչև 5% ժառանգականություն է ապահովում։ Ուղղակի եմ կրկնում, իրենք լրիվ տարբեր խնդիրներ են, բայց նույն դեմենցիաները, որոնք նաև երիտասարդ տարիքում սկսում են հայտնաբերվել, ինչի հետևանքով են։ Դեմենցիան, ասենք, ճանաչողական ֆունկցիան ինքը իրենից ներկայացնում է մեր դատողության ունակությունը, մեր հիշողությունը, մեր ուշադրությունը, այդ ամեն ինչի կոմպլեքսն է ինքը իրենից ներկայացնում։ Պատճառը հետևանքային շղթաներ կառուցելու, չէ՞։ Անպայման ցանկացած տեսակ ճանաչողական ֆունկցիա, ցանկացած բարձրագույն մտածողության ֆունկցիա
ինքը այս պարագայում կարող է տուժած լինել։ Նույն սոցիալական ադապտացիան եւ այլն, այսինքն բազմակողմանի է դեմենցիա հասկացությունը, միայն չի վերաբերում հիշողության։ Ուղղակի հիշողությունը ամենաակնհայտ նշանն է, որը կողքից սկսում է արդեն մտածելու տեղիք տալ, որ խնդիր ունեն։ Նույն վարքագծի փոփոխությունները դրանք եւս դեմենցիայի դրսևորումներ են։ Ու եթե օրինակ երիտասարդ տարիքում հանկարծակի մեկ էլ մարդու վարքագիծը փոխվում է առանց պատճառի, ասենք չի տանում գլխի տրավմա, չի տանում որևէ բորբոքային հիվանդություն, այսպես ակնհայտ վիրուսային հիվանդություն, կամ չի օգտագործում որևէ թմրյան նյութեր կամ այլ դեղորայքներ, այս պարագայում միանգամից մտածելու տեղիք է տալիս գլխուղեղի բորբոքումը, որը եւս բերում է մարդու վարքագծի ու ճանաչողական ֆունկցիաների կտրուկ փոփոխության։ Բայց ինչ բորբոքում է, դա արդեն բժիշկը պիտի դիֆերենցի, օրինակ անելով MRT հետազոտություն, ողնուղեղային հեղուկի հետազոտություն, որտեղ շատ հաճախ լինում են բաց թողումներ ու մարդիկ երկար տարիներ բուժվում են հոգեբուժների մոտ մտածելով, որ հոգեկան ոլորտի խնդիր է, բայց երբ տեսնում են ոչ մի դեղորայք չի օգնում, մտքներով նոր անցնում է ուղարկել նյարդաբանի։ Ու այդ պարագայում երբ հայտնաբերում ես այսպես կոչված աուտոիմուն էնցեֆալիտը, երբ որ օրգանիզմը տոտար է ճանաչում Քոյս բջիջները գլխուղեղի։ Այո, օրինակ ասենք, եթե օտար է ճանաչում հոդը բորբոքում է, անունը դնում են ռևմատոիդ պոլիարթրիտ։ Նույն ձևով, եթե գլխի բջիջները ճանաչվում են օտար իմունիտետի կողմից ու սկսում են բորբոքվել, այս պարագայում արդեն խոսում ենք աուտոիմուն էնցեֆալիտի մասին։ Հաճախ նույնիսկ MRT-ով փոփոխություններ չեն լինում, բայց միայն ճիշտ ախտորոշման ու բուժման դեպքում մարդուն կարողանում ես վերադարձնել իր նորմալ կյանքին։ Իսկ այն կարծրատիպները, որ եթե մարդը օրինակ ենթադրենք ավարտել է ունի 8-ամյա կրթություն, կյանքում չի զբաղվել ինքնակրթությամբ, այսինքն շատ սահմանափակ մտավոր ունակությունների տեր մարդ է, եւ մարդը, որ պայմանական ասած ակադեմիկոս է, կա այսպիսի տարբերություն, որ մեկին ավելի շատ է սպառնում, որովհետեւ ամբողջ կյանքում մտավոր աշխատանքով է զբաղված։ Ինչ կապ ունի։ Ցավոք սրտի հստակ կապ չկա, իհարկե նոր ինֆորմացիա սովորելը, ուղեղը տրեյնինգ անելը որոշակի նպաստավոր հող է ստեղծում, բայց նույն ձև ակադեմիկոսին էլ եւ 8-ամյա կրթություն ունեցող մարդն էլ կա ռիսկ, որ կարող է ունենալ դեմենցիա, որովհետեւ դեմենցիայի իրական դեմենցիաները, որ ամենատարածված տարբերակը Ալցհեյմերի հիվանդությունն է, դեռևս պատճառները այդքան բացահայտված չեն։ Այսինքն մեխանիզմը բացահայտված է, ոնց է զարգանում, ինչպես են այդ նյարդային բջիջների միջև կապը խախտում, իրենք կոպիտ ասած սկսում են այդ բջիջները մահանալ, բայց ինչն է նպաստում դրան։ Կան շատ ռիսկի գործոններ, չափազանց շատ, այն ամենը ինչ գիտենք, սկսած ծխելուց, ճնշումից, անոթային տարբեր ռիսկերից, թմրանյութեր օգտագործելուց, վիրուսներից, բայց ոչ մեկ չունի հիմնական պատճառահետևանքային կապ, այսինքն նրա առկայությունը, որ կբերի դեմենցիայի, չկա այդպիսի հստակ կապ Ալցհեյմերի հիվանդության։ Ու եթե արդեն 65+ տարիքում մոտ մարդկանց 60%-ը ունի ռիսկ, որ կունենա Ալցհեյմերի հիվանդություն, միևնույն է չափորոշիչ չի, այսինքն տարիքը չի նշանակում Ալցհեյմեր, այսինքն տարիքը չի նշանակում, որ դեմենցիա ունենք, որովհետև շատ մարդիկ կան 90 տարեկանում ունեն սթափ մտածողություն, սթափ հիշողություն ու ոչ մի տեսակ կոգնիտիվ խնդիրներ։ Այսինքն էլի հստակ ասոցացնել, որ միայն տարիքով է պայմանավորված, բնականաբար չենք կարող։ Իսկ ամենակարևոր հարցը, ինչ կանխարգելիչ միջոցներ կան, բացահայտվում է արդյոք դա։ Իհարկե վերջնական բուժում չկա, կան միայն դեղորայքներ, որոնք սիմպտոմատիկ լավացնում են մարդու կյանքի որակը, կապերի մեջ կապեր են ստեղծում նեյրոնների մեջ, թողնելով, որ մարդը կլինիկորեն չզգա որոշակի էտապում այդ փոփոխությունները, որոնք գլխուղեղում կատարվում։ Այսինքն մարդու մոտ հիշողության վնասումը փորձում ենք երկարաձգել, բայց ցավոք սրտի վերջնական բուժում որպես այդպեսին դեռևս գոյություն ունի։ Նաև ցրված սկլերոզի դեպքում։ Ցրված սկլերոզի դեպքում էլ եւս, բայց այնտեղ արդեն բուժման տեսակը լրիվ ուրիշ է։ Մենք օգտագործում ենք իմունիտետը ճնշող դեղորայքներ, որոնք չեն թողում նոր բորբոքումներ առաջանան, որովհետեւ ռիսկը բարձրանում է նոր բորբոքման հետ հաշմանդամ մնալու։ Ու եթե դեմենցիան դրսևորվում է ավելի շատ մտավոր խնդիրներով, ցրված սկլերոզը ինքը կարող է դրսևորվել կոպիտ հաշմանդամությամբ, ձեռքի ոտքի թուլություն, թմրածություն, կուրություն ու երիտասարդ տարիքում։ Ռիսկային խումբը դա 20-ից 40 տարեկանն է ու դա չափազանց ցավալի է, որովհետև մարդկանց կյանքի որակը ի սկզբանե կարող է տուժել, բայց բուժումը նպատակաուղղված է նոր բորբոքում ճնշելու, որպեսզի չառաջանան այդ խնդիրները։ Եկատերինա, կա նաև Պարկինսոնի, չէ՞, հիվանդությունը։ Սա էլ է նույն խմբի պատկանում։ Նա եւս նեյրոդեգեներացիա է, բայց տեսակը եւ մեխանիզմը ուրիշ են։ Այդ դեպքում դոֆամին կոչված նյութ կա, որ նյարդային բջիջի մեջ պակասում է ու փոխանցումը հորմոնն է։
Չէ դոֆամինը։ Այո, որոշ չափով ու միայն պակասը լրացնելով մենք այդ եթե Պարկինսոնի ժամանակ կարողանում ենք շատ հաճախ կլինիկական լավացում ունենալ, մյուս պաթոլոգիաների ժամանակ չկա այդպիսի նյութ, որի ավելացումը կկարողանա բերել կլինիկական լավացման պացիենտի։ Գիտեք, երբ որ ես դպրոցում էի սովորում, ընդհանրապես երբ որ ուսանող էի նույնիսկ դեմենցիա բառը մենք չգիտեինք։ Ուղղակի գիտենք, որ դե մարդիկ մեծանում են, ծերանում են եւ այդպես է լինում։ Ունենում են սկլերոզ։ Խնդիրներ են սկսում ունենալ, սկլերոզ են ունենում, սկսում են չճանաչել հարազատներին հաճախ եւ այլն։ Հետո մեկը սկսեց այդ դեմենցիա տերմինը։ Ուզում եմ ասել, սա համեմատաբար երիտասարդ, հա, տերմին է դեմենցիան ինքնին հիվանդությունների պես նաեւս երիտասարդացել է, այսինքն ավելի վաղ տարիքից էլ է հայտնաբերվում, կան նույն այսպես ասած երիտասարդ ձևեր ու իրանք հիմնականում կլինիկ գենետիկ նախատրամադրվածություն ունեցող մարդկանց մոտ է լինում, այսինքն եթե ընտանիքում ծնողներ ունեն դեմենցիայի որևէ տեսակ, նույն ալցհեյմերն է, ֆրոնտոտեմպորալ դեմենցիան է կամ այլ տեսակներ, ժառանգականության հավանականությունը այստեղ բարձրանում է ու կլինիկական դրսևորում ավելի վաղ կարող է 40+ տարիքում ի հայտ գալ։ Ցավոք մեր ազգաբնակչությունը որոշակի նախատրամադրվածություն ունի այդ գենետիկ ֆակտորների հանդեպ, բայց հուսանք, որ կլինիկորեն այդ դրսևորումները գենետիկ Այսինքն տարածաշրջանային ինչ-որ ենք կատարել, փորձելով գտնել կան արդյոք այդ մուտացիաները մեր պոպուլյացիայում եւ որոշները հատկապես ստրես ասոցիացված դեմենցիաների գեները, այսինքն ստրեսով միջնորդված դեմենցիայի գեները, որոնք կորտիկոտրոփ հորմոնով են պայմանավորված, այդ գենի տարածվածությունը բավականին բարձր է։ Այսինքն մենք ստրեսային կյանքով ենք ապրում, հա, խնդիրներով շատ եւ դա նպաստում է այս հիվանդությունների զարգացմանը եւ ընդհանրապես ինչպես են օրինակ այս թվային տեխնոլոգիաները ազդում, հա, օրինակ բջջային հեռախոսներ, հավելվածներ, չգիտեմ։ Որոշ տեսանկյունից բնականաբար դրանք կարող են լավացնել նեյրոնների միջև կապը, այսինքն սինապսեր են ակտիվացնում, երբ որ դու որևէ մտավոր գործունեություն ես անում ցանկացած այլ տարբերակի հետ։ Ուղղակի լրացուցիչ ավելացած ճառագայթը բացասաբար է ազդում ցանկացած նեյրոնի աշխատանքի վրա, այսինքն ախտաբանական ոնց որ օղակ լինի, մի կողմից լավ ազդեցություն ունեն, մյուս կողմից վատ, եթե խոսքը գնում է սմարթֆոնների կամ մնացած իսկ անլար ականջակալները Անլար ականջակալները եւս վնասական հատկապես լսողականի արդին, բայց մյուս կողմից էլ անդադ իմպուլսներ տալով գլխին բնականաբար կարող են այդ սինխրոն աշխատանքի վրա ազդել նյարդային բջիջների, հետեւաբար նրանց առողջարար լինելը եւս շատ մեծ հարցական է։ Տարածաշրջանային թեման հետաքրքիր է, իսկ կա հետազոտություն օրինակ, որ սկանդինավյան երկրներում մարդիկ ավելի քիչ են տառապում, քանի որ բարեկեցությունը այնտեղ ավելի բարձր չէ աստիճանի է համեմատաբար դե բարեկեցությունը հա սկանդինավյան երկրներում բարձր կենսամակարդակ է Բնականաբար կենսամակարդակը դրական ազդեցություն ունի այս առումով, բայց միայն այն միջավայրային գործոններն են այս պարագայում բարելավում, բայց եթե կա գենետիկ նախատրամադրվածություն կամ այլ ռիսկի ֆակտորներ, բնականաբար այդ պարագայում կյանքի որակը մի քիչ մեծ դեր չի խաղում։ Ժամանակակից տեխնոլոգիաների բացասական կողմի մասին խոսեցինք, իսկ կա որևէ նպաստ իրենց կողմից այս հիվանդությունները բուժման տեսանկյունից։ Շատ բազմազան զուգահեռ հետազոտություններ են արվում, փորձելով գտնել ինչ-որ մի պանացեա խնդրի համար, որովհետև օրինակ 30 թվականին նախատեսվում է մոտավոր հաշվարկներով, որ արդեն 30 միլիարդից ավել մարդ դեմենցիայով իրենք պիտի տառապեն, ու հետևաբար քանակի ավելացմանը բուժման հնարավորությունն էլ պիտի փորձեն ավելի շուտ գտնել, բայց նույնիսկ վակցինացիայի են հետազոտում, որ կկարողանա 3 միլիարդ որովհետև 30 դժվար հասնենք այդ հիմա 8 միլիարդ բնակչություն կա երկիր մոլորակի վրա միլիոն իհարկե, բայց այստեղ այդ վակցինացիան էլ դեռ հետազոտման փուլում է, որը փորձելու է կանխարգելել Ալցհեյմերի հիվանդության զարգացումը։ Այսինքն որևէ գիտական այս պահի դրությամբ հստակ բուժում, որ կարող ենք առաջարկել պացիենտին, եթե խոսքը գնում է Ալցհեյմերի հիվանդության մասին, գոյություն չունի։ Հետազոտության ընթացքում են բոլոր տեսակ տեղորայքները։
Իսկ ընդհանուր ցուցումներ կան ապրելակերպի, կենսակերպի մեջ, ինչ Սննդակարգի, նաև գուցե, սննդակարգի, ինչ Բնականաբար հեռու մնալ ցանկացած ռիսկի գործունից։ Առաջինը դա չծխելը, երկրորդը թմրային նյութերի օգտագործումը, երրորդը վիրուսային հիվանդություններ, այսինքն փորձել հնարավորինս անընդհատ գտնվել հետազոտությունների մեջ, օրինակ երիտասարդ տարիքում ինչն է կոգնիտիվ ամենահաճախ բերող վիրուսը, հաճախ են առումով, որ հիվանդությունը շատ տարածված չի, բայց ամեն դեպքում կա, ասենք նույն կլինի նեյրոսիֆիլիս, կլինի սպիդ կամ որևէ ուրիշ վիրուսային խնդիր, նույն հերպեսը ինքը, եթե խոսքը գնում է կենտրոնական նյարդային համակարգի ախտարման մասին, ոչ թե պերիֆերիկ հերպեսները, ազդեցության, իրանք բոլորը ռիսկի գործոններ են դեմենցիաների զարգացման համար։ Նույն վիտամին B12-ի պակասը ինքը հիշողության վնասման ամենաառաջի ռիսկի գործոններից է։ Բոլորը սենց խելագորույս վիտամին D են ստուգում, բայց մոռանում են, որ B12-ը, որը նյարդին է, միելինի հիմնական բաղադրիչն է, հիմնական կազմի մեջ մտնող հատվածն է, մոռանում են ստուգել։ Ու մարդիկ ընդհանուր թուլություն ունենալով, հիշողության, կոորդինացիայի խանգարում ունենալով, ինչ տեղավորակ անոթային ասես օգտագործում են, բայց ընդհանրապես խնդիրը այդ B12-ի պակասն է։ Ընդհանրապես ժամանակակից մարդը վիտամիններից կախված է։ Մենք ասեմ, նախամարդիկ սինթեզում էին վիտամիններ օրգանիզմում, հիմա չէ։ Էվոլյուցիայի ընթացքում այնպես ստացվեց, որ մենք վիտամինները պիտի դրսից օրգանիզմում որովհետև փոխվել է եւ սնունդը եւ արտաքին միջավայրը, ամեն ինչ այդ իր դերը մասնակի ունենում է մեր գործնեության վրա։ Ինչքան էլ փորձում ես, որ օրգանիկ լինի սնունդը, միևնույն է, այն ինչից ստանում են սկսած սերմից, քիչ-քիչ վերածվում է գենային ինժեներիայով արտադրված տարբերակի ու բնականաբար հեռանում ենք բնությունից այս պարագայում, հետեւաբար օրգանիզմն էլ ադապտացվում է, այսինքն փոխվում են նաեւ կանոնները։ Շատ հիվանդություններ փոխել են իրենց կլինիկան դարերի ընթացքում։ Այսինքն եթե ունեն այս դրսևորումը, մեկ էլ այսօր լրիվ ուրիշ ձև են դրսևորում, արդյունքում հայտնաբերում ես, որ ուներ օրինակ այդ վիրուսը, նույն վիրուսը, որտեղ իրենք ադապտացվում են արտաքին միջավայրին ու մարդու օրգանիզմին այս պարագայում։ Այսինքն հին ժամանակներում ներողություն նման հիվանդություններ չեն եղել, հա։ Եղել են, իհարկե, շատերը չէ, որ այսօր։ Այո, որոշ բաներ իհարկե տեխնոլոգիաներ զարգացման հետ հայտնաբերվել են, այն խոսում ենք ցրված սկլերոզից։ Հո այնպես չի, որ նոր հայտնաբերեցին այդ հիվանդությունը, ուղղակի MRT-ի զարգացմանը զուգահեռ հայտնաբերելիությունն է ավելացել։ Նույնիսկ 30 տարեկանում, եթե առաջ ոտքը թուլանում էր, կամ ասում էին ռադիկուլիտ է կամ ինսուլտ, ու բուժում էին այդ երկու ուղղությամբ, բայց մարդը այո, հայտնի տերմինները ու երբեք չէին մտածում, որ դա կենտրոնական բորբոքային խնդիր կարող է լինել կենտրոնական նյարդային համակարգի, իսկ երբ հայտնվեց MRT-ն, որովհետև ուրիշ ոչ մի հետազոտություն մեզ այդ օջախները ցույց չի տա, սկսեց հայտնաբերելիությունը ավելանալ, հետեւաբար նաև պացիենտների քանակը այս պարագայում։ Ես օրինակ բերեմ իսպանական գրիպը, որը որ 80 տարբեր գնահատականներ 50-ից 80 միլիոն մարդու կյանք խլեց, խոսքը գնում է անցյալ դարի սկզբի մասին 15-14 թվականներ մի խոսքով հիմա այսպես մենք ուղղակի փռշտալով հազալով անցկացնում ենք թեթև բայց այն ժամանակ այդքան մարդ տարավ Զուգում ասել մենք էլ COVID-ը երևի ավելի շատ մեր վախից մենք տուժեցինք մարդկությունը նկատի ունեմ քան թե ինքը վիրուսներ այդքան վտանգավոր որովհետև վախը ինքը միշտ պրովոկացիա է անում ցանկացած վիրուս, ցանկացած ազդող գործոնը ավելին կալունակ է դառնում օրգանիզմը այդ պարագայում։ Եկատերինա, մի հարց ունեմ, գիտեք, ասում են, չգիտեմ, այդպես տարածված կարծիք կա, որ երեխաները, որոնք որ այդպես վարակի հետ հարաբերվում են փոքր տարիքից, ավելի կայուն իմունային համակարգ են ունենում եւ հետո դա կյանքի ընթացքում նրանց օգնում է տարբեր հիվանդությունների պատրաստված լինել եւ այստեղից բխող, այսինքն ինչքան մենք ստերիլ ենք պահում երեխային փոքր տարիքից, այնքան նա ավելի հակված է հետո այդ հիվանդությունները ունենալ։ Իսկ նրանք ովքեր ամեն ինչի մեջ ձեռքերը գցում են, ցեխերի մեջ խաղում են, մի խոսքով եւ այլն, նրանք որպես կանոն ավելի առողջ են լինում եւ պատրաստված։ Չգիտեմ ճիշտ է դա թե չէ, բայց ինձ մի ուրիշ բան է հետաքրքրում։ Այդ դուք ասացիք բորբոքային process-ներ, հա, վիրուսների բան է հետևանքով օրգանիզմ, դրանք վատ բան են։ Իսկ արդյոք պարապացնել իմունային համակարգը
բերում է օրգանիզմի ավելի տոկուն եւ կայուն լինելուն, հա, տարբեր տեսակի վարակների։ Թե այնօմնի նկատի ունեք ֆիզիկական Չէ, ես նկատի ունեմ եթե տարբեր տեսակի ինչ որ բաների հետ ես հարաբերվում, քեզ հերու չես սպանում, այդ ստերիլ վիճակը, հասկանալի է, ձեռքերը լվանալ պետք է, հիգիենային հետևել պետք է, բայց որպես կանոն, եթե օրգանիզմում հայտնվում են տարբեր տեսակի վիրուսներ եւ մեր իմունային համակարգը հախից գալիս է, կոպիտ ասած, ռեսուրսը մաշվում է իմունային համակարգի, թե հակառակը ավելի պատրաստված է լինում, ավելի պինդ, այդ բջիջները նրանք սպառվում են, թե ներկայացնում իմունիտետը։ Ինքը մեր պաշտպանությունն է արտաքին ֆակտորներն, այսինքն երբ որ մի օտար մարմին թափանցեց մեր մարմնի մեջ, առաջին արձագանքում է իմունային համակարգը, այսինքն սկսելու է պայքարել, կվերացնի նրան, հակամարմին կառաջացնի, դուրս կբերի օրգանիզմից, թե չէ դա իր ֆունկցիան է մեր օրգանիզմի համար։ Այ նույն ձև, օրինակ վակցինացնում ենք, արդեն օրգանիզմին ճանաչացնում ենք, պատրաստի հակամարմինները ներենք մուծում օրգանիզմ, որպեսզի հենց այդ վիրուսը թափանցեց ներս, արդեն ճանաչած լինի իմունիտետը, ու սկսում է պայքարել այդ վիրուսի հետ։ Նույնն էլ այ ոչ ծերիլ մեծացած երեխաներ, իրենք արդեն երեխա տարիքում առնչվել են ու այդ բջիջներով իրենք արդեն կամ B լիմֆոցիտները ակտիվ պատրաստ սպասում են, եթե վիրուս լինի, արձագանքեն այդ վիրուսին։ Իհարկե իրենք լիմիտ ունեն, այնպես չի որ բոլոր վիրուսների հանդեպ հակամարմինները ամբողջ կյանքն են արկա լինում, այսինքն կա որոշ պերիոդ իրենք օրգանիզմից մաքրվում են ու երկրորդ անգամ օրգանիզմներ մուծվելու դեպքում արդեն չի ճանաչվում օրգանիզմի կողմից, բայց մյուս կողմից էլ չափազանց հաճախ տարատեսակ վիրուս կամ օտար մարմին ճանաչելով իմունիտետը եւս համակարգ է, որ լիմիտ ունի, ինքը շարքից դուրս է գալիս ու կա մի թեորիա, որ այս աուտոիմուն հիվանդությունների զարգացման հիմքում ընկած է հենց իմունիտետի գերակտիվացումը։ Այսինքն ինչ որ մի օղակ, ինչ որ մի գենետիկ մակարդակով կամ արհեստական առաջացված մակարդակով սկսում է արդեն այնքան ակտիվ, բայց սխալ ակտիվ աշխատել, որ սկսում է սեփական հյուսվածքները օտար ճանաչել, ու այդ դեպքում սկսում է գրոհ սեփական մարմնի հանդեպ։ Ու այստեղ խնդիրները միշտ երկակ են։ Նման բան, քաղցկեղային զարգացումներ կա եւ տեսություն նաեւ քաղցկեղային բջիջների հետ կապված, որ այո, ունեն աուտոիմուն հիմք, կա նույն վիրուսային հիմքը տեսությունները շատ տարբեր են, բայց էլի վերջնական ամեն դեպքում մարդկանց հասանելի ապացուցողականություն չկա։ Քաղցկեղը չես կարող վարակել մարդուն, չէ՞, դա վարակիչ չէ։ Չեք կարող ասել, ժամանակը ցույց կտա։ Եզրակացությունը հետևյալն է, այսինքն ես մտածում եմ այսպես խնայել է պետք իմունային համակարգը, պետք չէ նրան մշտապես այսպես լարված վիճակում պահել, պարապացնել եւ տարբեր տեսակի, չգիտեմ, վտանգավոր այսպես ախտահարող բաներ օրգանիզմ Այո, ներմուծել անդադ իհարկե մենք մաշում ենք մեր իմունային համակարգը։ Նույն աուտոիմուն հիվանդություն ունեցող մարդկանց մենք միշտ խորհուրդ ենք տալիս հնարավորինս հեռու մնալ վիրուսներ վարակվելուց, որովհետև ամեն անգամ նոր օտար մարմին օրգանիզմ թափանցելով, երբ որ իմունիտետը սկսում է ակտիվանալ, դու չգիտես որ օղակը կակտիվանա, ու այդ դեպքում են սխալ աշխատող պաթոլոգիական օղակը եւս գերակտիվանում ու հիվանդությունը կարող է սրացում ունենալ։ Օրգանիզմը չափազանց խելացի է ու իր աուտորեգուլյացիան շատ ավելի գրագետ է արվում, քան երբ որ մենք ինքներս փորձում ենք խառնվել այդ իմունային համակարգի աշխատանքի մեջ։ Դրա համար միշտ չի որ այսօրվա բժշկության ռեկոմենդացիաները վաղը եւս մնում են նույն ուժի մեջ, որովհետեւ գալիս է նոր գիտություն, որը ապացուցում է, որ ինչքան քիչ խառնվել օրգանիզմին կամ ինչքան քիչ արհեստականորեն փորձել ինչ-որ բան կարգավորել, ավելի էֆեկտիվ կարող է լինել, քան հակառակը։ Խնդրեմ։ Այսօր մեզ լսողները կարող են ասել լավ, առողջ ապրելակերպի մեջ նախ եւ առաջ մտնում են հայտնի այն փաստերը, որ չծխել, չխմել, թմրանյութ չօգտագործել եւ շատերը կարող են այդ 3 կետով գոնե վստահաբար ասել, որ զերծ են մնում, այո։ Իսկ որ ախտանշաններն են խոսքը վերաբերում է ցրված սկլերոզին, թե դեմենցիային։ Ցրված սկլերոզի համար 1 ախտանշանները կրկնվող գանգատներն են, այսինքն օրինակ ծննդաբերությունից հետո հաճախ մայրիկները կերակրելուց
ձեռքի թմրացություն են զգում։ Բնականաբար 99%-ը մտածում է երեխային ամբողջ օրը գրկել եմ, դիրքս հարմար չի եղել, կանցնի։ Անցնում է 1-2-3 շաբաթ, այդ թմրացությունն ինքն իրան անցնում է։ Գալիս է մի որոշ պիրոդ, էլի ձեռքը թմրեց ու ինքը բանի տեղ չի դնում, բայց սա արդեն ահազանգեր օրգանիզմի կողմից, որ այնտեղ ակտիվացել է բորբոքում։ Օրինակ, ցրված սկլերոզի դեբյուտ է ինքը հանդիսացել, որտեղ հղիությունը ռիսկի հետծնդաբերական շրջանը ռիսկի գործոն է ակտիվացման համար։ Նույն ձև ցանկացած մարդ կապ չունի ինչ աշխատանք է անում կամ ինչ վիճակում է գտնվում, եթե կա կրկնվող ձեռքի ոտքի թուլություն, թմրածություն, տեսողության փոփոխություններ, կարող է տևել 24 ժամ եւ ավել ու նույնիսկ ինքնուրույն վերականգնվել, պիտի դրանք ահազանգ լինեն հնարավոր կենտրոնական բորբոքման մասին, այսինքն ցրված սկլերոզի մասին։ Ու քան որ դա երիտասարդներին է բնորոշ լինում, մեծ մասը փորձում են իգնոր անել, որ մտածել օրինակ եթե տարեց մարդու ձեռքը ոտքը թմրեց, միանգամից ինսուլտը կմտածեն ու կդիմեն բժշկի, կհազանգեն։ Բայց երիտասարդները մտածում են մի բան են չեն արել, ձեռքը հարմար չեն դրել, տակն են քնել, մի քիչ ոտքն է քաշվում, բայց մոռանում են, որ դա կարող է լինել նաև երիտասարդին բնորոշ հազանգ է։ Մարդիկ ասում են լավ, սկվազնյակի տակ է եկել, դիմային ներվի բորբոքում էր, անցավ, բայց եթե երկրորդը հանգարց կրկնվեց, էլի ահազանգ պիտի լինի, որ մարդը գլխի MRT անի, որպեսզի հասկանանք կա այնտեղ այդ օջախները բորբոքային, թե չկան այս պարագայում։ Որպեսզի տագնապ չտարածենք, կարելի է հուսալ, որ դա այդ փուլում վաղ շրջանում բուժելի է։ Բնականաբար ինչքան շուտ սկսենք բուժումը, այնքան Երկարի կյանքը կյանքի որակը լավ կմնա, կյանքի տևողության վրա դա չի ազդում, բայց օրինակ շատ պացիենտներ կան ձեռքը ոտքը թուլացած չի ու իրենք իգնոր են անում իրենց հիվանդությունը, տեսողությունը վատացած չի, բայց այդ մարդկանց մոտ էլ սկսում են խորանալ կոգնիտիվ խանգարումներ, օրինակ սկսում են իրենք փոխել աշճանաբար վարքագիծը, նույն ճանաչողական ֆունկցիաները, այդ դեմենցիա ասածը, որ երիտասարդ տարիքում լինում է, գլխուղեղի բորբոքումը բերում է նաև դրան, այսինքն իգնոր անել, երբ որ չկա ֆիզիկական դեֆիցիտ, այլ կա մտավոր դեֆիցիտ, մի քիչ սխալ է այս պարագայում, որովհետև են օրինակները այդ մտավոր դեֆիցիտ։ Հիշողության, կենտրոնացման վատացումը, որը երիտասարդին պիտի բնորոշ չլինի այս պարագայում։ Մենք է բոլորս են, բայց ինչ-որ բան կարող ենք մոռանալ, չէ՞, օրինակ լինում է այդպես չեն կարողանում հիշել այդ ռեժիսորի անունը կամ դերասանի։ Չէ, բայց դուք հետո կկենտրոնանաք կհիշեք, իրական դեմենցիան դեպրեսիայի հետևանքով առաջացած դեմենցիայից ինչով է տարբերվում։ Հիվանդը, եթե մարդը ինքն է հասկանում, որ խնդիր ունի, մեծամասամբ դա դեպրեսիայի արդյունք է։ Օրինակ եկավ պացիենտը անկախ տարիքից նստեց ու սկսեց բողոքել, ես եմ մոռանում, արդեն հասկանում ես, որ 90%-ով դա ուղղակի դեպրեսիվ ֆոնի հետևանք է, որովհետև իրական դեմենցիայի ժամանակ հարազատներն են բերում այդ մարդուն։ Մարդն ասում է, ես խնդիր չունեմ, ինձ ոչ մի բան չի անհանգստացնում, բայց հարազատը կողքից տեսնում է, որ նույն հարցն է անդադ տալիս, օրինակ դեմենցիայի ամենաառաջին նշաններից մեկը Ալցհեյմերի, երբ որ հարազատը սկսում է արձագանքել ու արդեն դա վաղուց էր սկսվել բնականաբար, դա նույն հարցը անդադ տալն է։ Ու այս պարագայում հետո չի հիշում, որ ինքը նույն հարցը տվել է։ Կամ նույն ձև կողմնորոշվել է, կամ մարդը, չգիտեմ, ճաշ է պատրաստել ամբողջ կյանքը ու հիմա սկսել է շփոթել ինգրեդիենտները։ Մի բանը չի դնում իր տեղը, օրինակ, չգիտեմ, կարագի ամանի փոխարեն սառնարանում կարող է պատահաբար իր հեռախոսը դնել։ Մի անգամը դա խնդիր չի, որտեղ մարդը կարող է ուղղակի շփոթված լինել կամ կենտրոնացած չլինել, բայց այ կրկնվող այսպիսի առօրյա խնդիրները իրենք արդեն դեմենցիայի սկիզբ են։ Ու երբեմն երբ ուշադիր չեն լինում հարազատները, արդեն բարձի թողի վիճակում կարող են դիմել բժշկի, որտեղ նույնիսկ տեղորայքը արդեն օգտակար չի կարող լինել, որովհետև միայն սկզբնական ստադիաներում է օգտակար լինի։ Տիկին Հովհաննիսյան, իսկ դուք ասացիք բորբոքային process-ներ, ես ինձ այդպես եմ սովորացրել, որ եթե բորբոքում կա, ջերմությունը բարձրանում է։ Այդ բոլոր հիվանդությունները, որ նշեցինք, դեմենցիան, ցրված սկլերոզը, դրանք ուղեկցվում են, թեկուզ ոչ բարձր, բայց այսպես 36-6-ից տարբերվող ջերմաստիճանը։ Բորբոքում իմունիտետի հետևանքով առաջացած բորբոքումներ շատ բարձր ջերմությամբ չեն ուղեկցում, սուբֆիբրիլ կարող են 37.5, բայց ոչ 8 եւ ավել։ 8 եւ ավել օրգանիզմը արձագանքում է սովորաբար վիրուսներին, բակտերիաներին, եթե նորմալ իմունիտետ ունի, բայց մարդ կա, որ իմունոսուպրեսիվ վիճակ ունի, օրինակ, չգիտեմ, նորից օրինակը բերեմ ՑԻԱՀ-ի վրայով, երբ որ իմունիտետը չկա, իմուն բջիջներ չկան, արդեն օրգանիզմը
ջերմությունով չի կարող արձագանքել, որովհետև այդ վիրուսը օրգանիզմում կա, բայց իր հանդեպ պատասխան չկա։ Դրա համար միշտ չի, որ ջերմությունը պարտադիր պայման է լինում, որ բակտերիաների մեծ մասը 40 աստիճանի դեպքում մահանում են։ Դրա համար երևի 40-ից հետո Դե դա հա եւս բացի ահազանգ լինել, նաև իհարկե պաշտպանողական ֆունկցիա է։ Վերջում մի հարց եմ ուզում տալ, ես բոլոր մասնագետներին, նյարդաբաններին, ընդհանրապես մարդկանց, ովքեր աշխատում են նյարդային համակարգի հետ, այդ հարցը տալիս եմ ուզում կարծիք իմանալ Իլոն Մասկի նեյրոլինքի մասին գիտեք երևի այդ չգիտեք ասած նեյրոիմպլանտներ են դնում գլխուղի մեջ մի խուրձ այսպես լալեր եւ անշարժ մարդը կարող է մտքով նեյրոստիմուլյատորներ որպես եւ հա եւ ես ուզում եմ հասկանալ օրինակ որքանով է հիմա դեռ իհարկե այն տարածված չէ ընդհանրապես 3 պացիենտ են օգտագործում դրանք փորձնական փուլում է բայց ուզում եմ հասկանալ արդյոք այդպիսի իմպլանտների օգնությամբ հնարավոր է մարդու նյարդային համակարգը վնասված վերականգնել եւ կա արդյոք այդպես հաջողած փորձեր Հայաստանում կամ ձեր պրակտիկայում նո Հայաստանում չկա ես ինքս անձամբ պրակտիկա չեմ ունեցել բայց իմ համար բոլոր խնդիրները եւ հիվանդությունները այդ թվում վիրուս վարակվել կամ չվարակվելու ունակությունը մեր ուղեղն է որոշում այսինքն ինչպես ենք մենք ենթագիտակցորեն մեզ հասկանում, սիրում եւ ընդունում։ Դրա համար ամեն ինչ հնարավոր է, որովհետեւ ուղեղի հնարավորությունները անսահմանափակ են ու մենք հաստատ դրանց շատ մինիմալն ենք ի վիճակի գնահատել եւ օգտագործել։ Դրա համար միանշանակ մտքով կառավարել օրգանները ես համոզված եմ, որ գոյություն ունի այդ ֆունկցիան։ Հնարավոր է հենց այդ միջոցով կանխարգելել նման հիվանդությունները։ Բնականաբար, ամեն ինչ կախված է այս կյանքի ընկալումից եւ մեր արձագանքից այս կյանքի հանդեպ։ Իսկ նույն դեպրեսիաները, որ շատ անգամ մարդիկ վերաբերում են այսպես որպես տրամադրության անկում, հավես չունենալու ինչ-որ բան անել, այնինչ դա բավականին լուրջ եւ հետո այլ հիվանդությունների վերաճող նախասկիզբ է, հա, դեպրեսիան։ Թե բնականաբար դեպրեսիա առաջանում է այն ժամանակ, երբ որ քո ներքին եւ արտաքին աշխարհի մեջ կա անհամապատասխանություն, այսինքն դու չունես կամ չես ուզում ունենալ այն, ինչ ուզում ես։ Այս պարագայում ինչքան մենք մտքով մենք ինքներս մեզ ճնշենք, այնքան ցանկացած հիվանդություն ավելի արագ է գլուխ բարձրացնելու կամ մենք ինքներս պրովոկացիա ենք անելու հիվանդության առաջացում։ Եվ ես հասկանում եմ դեպրեսիան դա նյարդաբանական խնդիր չէ, հոգեբանական է, չէ։ Հոգեբանական է, բայց երբ որ կա օրգանական հիմք, որի վրա դեպրեսիա առաջանում, այդ նույն ասենք ուղեղի բորբոքում կամ ուրիշ ախտարում, փսիխոսոմատիկա, այդ դեպքում նաև նյարդաբաններն են բնականաբար զբաղվում։ Մինիգիտները կարող են բերել վատ զարգացումների օրինակ։ Հա, իհարկե, մինիգիտները որոշ ժամանակ կարող են հանդիսանալ նաև կյանքի հետ անհամատեղելի, եթե այդ բորբոքումը հնարավոր չի բուժել կամ կախել սրընթաց։ Այո, գլխուղեղի թեղանտների բորբոքումն է ինքը իրենից ներկայացնում։ Այսօրվա դրությամբ բավականին լավ արսենալ կա անտիբիոտիկների պայքարելու համար, բայց երբեմն սրընթաց ընթացքներ կան ու բժիշկն անզոր է այդ բaragայում։ Դե անտիբիոտիկներ կան, չէ, բոլոր հիվանդանոցներում կան։ Այդ վերջի շանսի անտիբիոտիկներն են, երբ որ արդեն ոչինչ չի օգնում բացում եք երևի սեյֆը չհանում եք, տարբեր ցուցումների ենք բնականաբար գնում։ Երևի այսքանը շնորհակալություն, որ եկաք, իսկապես թեման այնքան լայն է եւ կարող ենք անverջ խոսել։ Գիտեք, իմ տատիկը անգրագետ կին էր եւ շատ լավ միտք էր ասում, հիմա ես վերլուծում ու գալիս եմ ձեր խոսակցությունից հետո էլ նորից համոզում, ասում էր բոլոր հիվանդությունները ոտքերը մրսացնելուց է եւ ինչպես է ասում Պահիր ոտքերս սարի մեջ, իսկ գլուխը տաքի, չէ, եթե չեմ սխալվում։ Հակառակ, ոտքերը տաքի, գլուխը սարի։ Եթե դուք ոտքերը սարացնեք ու վախենաք դրանից, մտածելով որ դա ձեզ հիվանդացնելու է, միանշանակ հիվանդանալու եք, բայց եթե դուք վստահ գիտեք, որ տակն է սառնելուն է ազդելու, ես առավել քան համոզված եմ, որ մեր հիվանդությունների մեծ մասը, այդ թվում աուտոիմուն, մենք ինքներս ենք պրովոկացիա անում։ Ուղղակի դեռևս դրա ապացուցողականությունը կգա։ Առայժմ չունենք այդ ապացուցողական բազան։ Շնորհակալություն շատ, որ ժամանակ տրամադրեցիք մեզ եւ կիսվեցիք ձեր մասնագիտական գիտելիքներով։ Շատ կարեւոր թեմաներ։ Այո, Եկատերինա Հովհաննիսյանն էր մեր հյուրը, նյարդաբանական ծառայության ղեկավարն էր, առաջին համասարանական հիվանդանոցի եւ թեման էր ցրված սկլերոզ եւ երիտասարդների շրջանում դեմենցիան եւ առասարակ խոսեցիք տարբեր նեյրոդեգեներատիվ հիվանդությունների մասին ես կուզենայի հասկանալ նաեւ վերջում կա մասնագիտացված կենտրոն որտեղ որ կարելի է գալ
ստուգում անցնել եւ հասկանալ ինչ ունես, ինչ խնդիրներ առաջանում, թե դա կարելի է անել տարբեր բուժ հաստատություններում։ Տարբեր բուժհաստատություններում, եթե խոսքը գնում է նյարդաբանական պաթոլոգիաների մասին առհասարակ, բնականաբար կան նյարդաբաններ, որոնք նեղ մասնագիտացել են, բայց չկա նեղ մասնագիտացման ցանկ, այսպես ասեմ, եթե օրինակ մարդ, որը միայն ցրված սկլերոզով է զբաղվում կամ դեմենցիայով, ունի իրավաբանական փաստաթուղթ, որ ինքը դրա մասնագետն է, բայց կան մարդիկ, որոնք ուղղակի խորանում են կոնկրետ պաթոլոգիաների մեջ։ Հայաստանում բժիշկների նեղ մասնագիտական ցանկը դեռևս օֆիցիալ գոյություն չունի, բայց բնականաբար որոշ մարդիկ ունեն նախընտրած պաթոլոգիաներ, որի շուրջ զարգացնում են բժշկությունը Հայաստանում։ Եվ ներողություն, միակ հետազոտությունը դա MRT-ն է։ Հետազոտություններից մեկը, որովհետև միշտ չի, որ MRT հետազոտությունը մեզ կարող է ախտորոշում տալ, մանավանդ եթե օրինակ պերիֆերիկ համակարգի ախտարման մասին ենք խոսում, բայց ցրված սկլերոզի դեպքում այո, ինքը հիմնական գործիքն է հանդիսանում, բայց բնականաբար մի շարք արյան անալիզներ, հետազոտություններ, ողնորեն հեղուկի հետազոտությունը եւս ակտուալ են ախտորոշում դնելու համար։ Շնորհակալություն։ Շնորհակալություն շատ, ավարտում ենք հերթական ուրիշ նորությունները, սպասում ենք ռադիոընթունիչների մոտ այս հաղորդաշարի սիրահարների վաղը նույն տեղում եւ նույն ժամին կհանդիպենք, ստուդիայում աշխատեց Սուսաննա Հովհաննիսյանը Եվ Արամ Չախոյանը։ ցտեսություն։